Հյուրանոցները դպրոցի տնօրինությունը թիվ 1 կրթահամալիրների պատկանում տնօրինությունը վաճառեց, որն էլ ասենք չաշխատեց ընդհանուր ասենք այդ կոմունալը մարդը կա որ վերցրեց իր համար սարքեց ասենք ինչ որ բայց ընդ քարը ընկավ դրա համար քարեն գցել այսպես մեծ բնակարանները ինքը իր համար իր հատուկ մարդ ասենք բաներով միջոցներով սարքեց մեր այս կողմի մասը նորմալը այն մի կողմը արդեն նստված կա տալի տները ջրեր ալսվում, քարեր ալսվում, ժողովուրդը բողոքում են, բայց ոչ մի բացարձակ օգնություն 14 տարի ես ինքս ապրում եմ այս շենքում, ինքս էլ հաշվանդամային թոշակառել, դիմել ենք, եկել ուղղակի նկարահանել են, թե միջոցներ կձեռնարկենք շենքի կեսը այսպես վիճակում նստած է, մարդիկ ջրերի մեջ են ապրում, միջոցներ ձեռք չեն առնում Համայնավարությունից գալիս են նկարահանում են, թե կգան կվերանորոգենք, ձեզի միջոցներ կձեռնարկենք, ոչ մի բան չարեցին։ Ժողովուրդը խաբեցին, թե ձեզի Բանգլադեշի վերջը Արգավանդի կպած տեղերը տնով կապահովենք, էդի չարեցին, բակվեցին, տեղավորեցին, տեղացների համար ոչ մի բան չարեցին։ Ամեն անգամ գալի խաբում են, թե ինչ-որ բան կանենք, միջոցներ կձեռնարկենք, սուտ ու թողում գնում են։ Անգամ տանիքի համար ես անձամբ ինքս Պատշգամբի համար գրեցի քաղաքապետ Տարուն Մարգարյան, որ հնարավոր չի, թափվում է, ժողովուրդը կվնասվի։ Երբ եք գրել։ Ասեմ, ապրիլի վերջին գրեցի, ինքս անձամբ այդ նամակը պատասխան ստացա, որ Տիկին Սարգսյան առայժմ մենք ձեր դիմումին չեն կարող ոչ մի բան անենք, դա մնում է 14 թվականի երկրորդ եռամսյակում, որ կարողանանք ինչ-որ միջոցներ ձեռնարկենք։ Մեր այս տարվա եռամսյակները պարփազվել է, չեմ կարող ձեզի ոչ մի բանով արձագանքենք կամ օգնենք։ Քաղաքապետն է հրաժարվել։ Քաղաքապետը ինձ այդպես պատասխան տվեց։ Իր աշխատակազմի պետի հետ։ Այդ դիմումը ինձ մոտ տանը դրված է, որ չեն կարող ոչ մի բան անենք։ Գրեցի, որ անգամ ինքս հաշվանդամ եմ, ինքս չեմ կարողանում պատշգամբի կամ վախենում եմ, էլի ոչ մի բան, բոնասի միջոց կձեռնարկեմ, որ ընտրությունների նախորդին ասեմ, չեկա բացարձակապես Ծառուկյան Գագիկի խմից ինչ-որ տարիքով մարդեր եկավ, ինքս անձամբ ինձ էլ ցույց են տվել, որ ասել եմ, միայն պահանջում է ստախոսի նման, գալիս եք, ինչ-որ խոստումներ տալիս եք, բայց ոչ մի բան չեք անում, գոնե արեք, մեր աչքը տեսնի, ձեզի չասենք, փչամ Թոդորոս եք, խոստումներ տալիս եք, բայց երբ որ գալիս է ժամանակ անելու, ոչ մի բան չեք անում։ Ես էլ եմ ուզում խոսամ, բայց ինձի մի նկարեք, այս մեր տարածքը սաղ կեղտ է, այդ ինչի Տարոն Մարգարյանը գնում է ամենտեղ մաքրում է, կարուսելներ է դնում, նստարան է դնում, երեխաները խաղալու տեղ չունեն։ Ազատ տարածքել կա։ Շատ հոտանոց է, իր կինը երեխաները ապրեն այստեղ, մենակ մեծ խոսում են, ընտրությունների վաղ որ գալիս է, ընտրում ենք, ընտրեք Տարոն Մարգարյան, բայց ինչի միած չի գալի, տարածքը դուք լավ տեսեք, թե ինչ կեղտ է կա։ Թող մի հատ նստարան դնի, մի հատ բիսեդկա դնի, ինչի համար մենք մարդ չենք, թե հանրակացարի բնակիչները խոզեն։ Այստեղ այնքան լավ ընտանիքներ կան, տելևիզ ներքև։ Համեկը մի դարդի Խոզանոց է դուրս ես գալի, մենակ խաղը հրապարակ չկա, կարուսել չկա, այդպես չկա։ Հատախակի մեր քաղաքապետը իր անձնակազմով Հիմա Ավան համայնքում, դա ինչ կապ ունի Ավան համայնքը, և որ ինքը, հա, մեծացել է, բան չունենք ասելու, անդեղ, հա, բայց ամենայն ետս մենակ խորհրդային շրջանի ասենք Ավան համայնքը չի, Արինջ Ավանը չի, որտեղ ասենք Ծառուկյան Գագիկն է, իր մայրն է, որ Ծառուկյան Գագիկի մայրը Հովանավորա մանկապարտեզի, չէ որ ասենք մենակ այդտեղ չի, Բրոնխալնի ասնանում եմ ճնշում ունեմ, ինձ անհրաժեշտ է
շտաբ օգնություն, որ գալիս է։ Ասում եմ, ախր նայում եք ջրհեղեղի նման, սկորին ոչ գալիս է, մուտք է կարողան բարձանը, ոչ իջնում է, ինձ են թերապևտա պետք է, ասում եմ, մեքենա ուղարկի ընտանեկան բժշկուհին, որ ինձի թող տանեն, ինձի բերեն, ասում պարոն Օսկանյան, դիմում եմ ձեզ, եկել եք, թեկնածրեք, դեմ չեմ, բայց չէ որ ինձի օգնություն ապեք։ Ընտանեկան բժիշկը տաքսի է ուզում մեքենայով։ Տաքսի է ուզում, հաճախակի զանգել են Էրեբունի հիվանդանոցին կից, այնտեղ պոլիկլինիկա։ Մաղսուդյան Նայարան, անձամբ ինքս զանգել եմ կանչեմ դրել, ասեմ բժշկուհի, շատ վատ վիճակի մեջ եմ, ինձ կանչապեք։ Բա արի, ասում բժշկուհի, ես վիճակի չեմ որ գամ, եթե կարիք ինձի չստիպի, ես կանչ չեմ տա, տղայդ ուղարկի թող տաքսիով կամ իր ավտոյով գա ինձ տանի բերի, եթե դու ընտանեկան բժշկուհի ես գումար ես տանում կանչերի կամ հիվանդի քանակի վրա, բարեղեք գազ, ոչ մեկ մեզի բանատեղ չի դնում, որպես թե հիվանդ, թե ասենք կարեքավոր ժողովուրդ, բացարձակ բանատեղ չի դնում, մենք ոնց անենք, հաշվանդամային թոշակառու եմ, 13,000 մեջ ամիսը 6,000 տալիս եմ շաքարի փող, չարաշված բրոնխների համար, ճնշումի համար, բացարձակ, որ մի ամիս ընդհանրապես 5 տարին ինձ շաքար դեղ չեն տվել, որպես դիաբետում, իսկ 2 ամիսը մեկ նոր կանչում ասում արի քո բրոնխների կամ ասենք բանի, ճնշումի ամիլոդեպի նստած է թող գնա, ի վիճակի չենք, սենց մենք լրիվ ինքնահոսի մատնված մարդիկ ենք։